Սիրելիներ ողջույն, բարևին շատ սիրելի հետևորդ, ինչպես եք, սիրելիներս, թանկագիներս, այսօր դիետիկ շատ համեղ աղցան ենք պատրաստելու, դիետիկ է բառից բուն իմաստով, 100%-ով, այստեղ ոչ մի վտանգավոր ու ոչ մի գիրացնող մթերք չկա, ճիշտ է, ցանկացած ուտես շատ ուտելուց միևնույն է գիրանում եք, դե այդպիսի բան չկա, բայց սա գոնե առողջ սննդի մեջ է մտնում։ Կարմիր կաղամբով աղցան ենք պատրաստելու, իմ ամենասիրած աղցաներից մեկն է։ Սիրելիներ, իմ հետ անպայման պատրաստեք, օգտվեք, ամռանը սնվեք այսպիսի աղցաներով, կտեսնեք, որ ձեր առողջությունը թեթև եք ձեզ զգում, լավ եք ձեզ զգում, ավելի հաճելի է լինում, մարսողությունը լավ է կատարում։ Մի խոսքով չթվարկեմ, սկսենք պատրաստել։ Գազարը նախապես արդեն քերել եմ, արդեն սևանում է, արագ-արագ անենք, որ չսևանա, չուզեցի նախապես կիտրոնի հեղուկ լցնեմ, այնպես որ հիմա արագ-արագ կտրատում ենք։ Սիրելիներ, քանի որ կաղամբը կարմիր տարբերվում է մնացած սպիտակ սովորական կաղամբից, ավելի կոշտ է, բայց շատ նուրբ հետաքրքիր համ ունի, ավելի բարակ ենք կտրատում, կարելի է նաև աղանելուց հետո մի փոքրիկ այսպես տրորել, ինքը մի քիչ կոշտ է մնում, դրա համար եմ ես շատ սիրում, ես խրթխրթան ուտեսներ, աղցաներ, քանի որ հենց շատ եմ սիրում, դրա համար էլ նախընտրում եմ կարմիր կաղամբը։ Հիմա սահմանրացնում ենք ու անցնում առաջ։ Այսպես, հիմա մի փոքրիկ ձեռքերով ճզմեք, ուզում եք աղարեք, հետո ճզմեք, քանի որ ես հետո հյութը պատրաստելու եմ սովուսը, որ ավելացնելու եք այնտեղ աղ եմ անելու, հիմա չեմ ուզում նախապես աղ անեմ, բայց մի փոքրիկ ձեռքերով հաստատ կտրորեմ։ Իդեպ ձեռքերս այսպես կարմրացնում է, ես մեկ այլ ուրիշ տեսանյութ եմ նկարում թավայի մեջ խմորեղեն, հետո որ իմ ձեռքերը մի տեսանյութի մեջ կարմիր տեսնեք չվախենաք, ձեռնոցներ չօգտագործեցի։ Ավելացնում եմ միանգամից ամանի մեջ, իդեպ գազարը 4 հատ մեծ սիրուն գազար եմ քերիչով անցկացրել։ Դե չափաբաժինը դուք ընտրեք, ինչպես որ դուք սիրում եք, այնպես էլ արեք։ Ավելացնում եմ գազարը, տեսեք, որ գույներով շատ սիրուն իրար հետ սազում են։ 1 հատ ավոկադո, ուզում եք շատ մանր արեք, ուզում եք մեծ կտրատեք, հասած միանգամից ձեռք բերեք, հասածն է համեղ, որ ինքը կրեմային մասա է հաղորդելու, փափուկ սիրուն, ես օրինակ հասածն եմ շատ սիրում, այսպես իրարից բաժանեմ, չգիտեմ լավ կտրատեցի թե ոչ, ասել հանենք, ու կողքս առաջ գնամ։ Իդեպ ավոկադոն ունի օգտակար յուղեր։ Եթե ինչ-որ մեկը մտածում է, որ այն գիրացնող է, իհարկե շատ ուտելու դեպքում բավականին յուղ ունի, բայց այն մեր օրգանիզմին ամենահարուստ յուղերն է հաղորդում, այսինքն այն պատկանում է այն ճարպերին, որ օգտակար են, ոչ թե վնասակար։ Շատ քիչ, իդեպ այս աղցանի մեջ կանաչի չկա, բայց ես մի փոքրիկ համ տալու համար շատ քիչ համեմ եմ կտրատում, չգիտեմ, մի տեսակ ավելի համեղ է լինում, մի փոքրիկ այսպես ավելացնում ենք, դուք եթե սիրում եք սամիտ կամ ռեհան, կարող եք ավելացնել։ Վարունգ, թարմը սիրուն վարունգ օգտագործեք։ Այսպիսի կտորներ արեք, որպեսզի աղցանի մեջ շատ մեծ կտորներ չլինի։ Օգտագործում ենք ամբողջ վարունգը, հիմա ամբողջը կտրատեմ և միանամ ձեզ։ Աղցանի բոլոր բաղադրիչները ավելացրել ենք, ավելացնում ենք 1 տուփ եգիպտացորեն, արդեն պահածոյացված վիճակում, իդեպ 1 խորհուրդ, պահածոյացված վիճակում օգտագործվող, լինի կանաչ ոլորը, լինի լոբիների տեսականին, լինի եգիպտացորենը պարտադիր ջրքամեք ու լվացեք, որովհետև այդ ջրի մեջ գտնվում են շատ կոնսերվանտներ պահպանման համար։ Լվացեք, որպեսզի այն ավելի օգտակար լինի։ Սիրելիներ, հիմա ինչ ենք անում։ Կես կիտրոն, այսպես ճզմում ենք, հյութ ենք ավելացնում, սենց հավեսով, իմ այգու կիտրոնն է, դեզեք ինչ լավ հյութ ունի, սա այսպես, մի հատ հանեմ, կորի զնգավ, ուրեմն ավելացնում ենք ձետ,
Ես աչքաչափով եմ ավելացնում, օրինակ 2 ճաշի գթալի չափով։ Դուք ինչպես որ ուզում եք, որքան որ պահանջվի իհարկե։ Ավելացնում եմ սև աղացած պղպեղ, ավելացնում ենք քունջութի սերմեր։ Ինչու եմ այստեղ ավելացնում, որպեսզի ինքը ձեթի մեջ իր այդպես չոր չմնա ու վերցնի ձեթի եւ կիտրոնի խոնավությունը, աղն ենք ավելացնում սիրելիներ, ու ավելի համեղ, ավելի օգտակար է լինում, յուրացնում է այդպես օրգանիզմի կողմից։ Հիմա մի հատ գթալ վերցնեմ, խառնեմ այս ամենը, այսպես սիրում, տեսեք։ Ովքեր քացախ են սիրում, կարող են քացախ ավելացնել։ Ես քացախը վերջում մատուցելուց, ովքեր որ ցանկանում են, ավելացնում են։ Ու այս ամբողջը հիմա այսպես սիրուն ավելացնում ենք։ Ու հիմա կամ ձեռքերով, կամ գթալով խառնում ենք, բայց խորհուրդ եմ տալիս ձեռքերով։ Ձեռնոց ենք հագնում ու մի լավ խառնում ենք։ Մի լավ այսպես ճզմելով սիրուն խառնեք։ Ու հետո մատուցում ենք, կտեսնեք ինչ համեղ, ամանս մի քիչ փոքր եղավ, դուք մեծ ամանի մեջ սիրուն կխառնեք ու կմատուցեք։ Տեսակ սիրելիներ հրաշք է։ Հիմա ձեռնոցներս հանում եմ, պատարագաղը վերցնում եմ ու փորձում եմ այս համեղ օգտակար աղցանը իմ համար սա կեսօրին, առավոտյան, երբ էլ ուտեմ կլինի, որպես ճաշ եմ ուտելու, ճիշտ է, սպիտակուցներ բան այդքան շատ չկա, բանջարեղենային է հիմնականում, բայց շատ օգտակար է։ Կարելի է օրինակ 1 կտոր փոքրիկ հավի կրծքամսով կամ թունաձկով շատ հաճելի ու գեղեցիկ ընթրիք կլինի։ Ինչու՞ չէ, նաև հյուրերին հյուրասիրելու համար շատ լավ կլինի։ Սիրելիներ, բոլորիս բարի ախորժակ, շնորհակալություն, որ դիտեցիք, հուսով եմ կպատրաստեք, եթե հավանել եք տեսանյութը, բաղադրատոմսը, իհարկե լայքերը չենք մոռանում, գեղեցիկ մեկնաբանությունները նույնպես, իսկ ես ինչպես միշտ սիրով կպատրաստեմ ձեր համար։ Բարի ախորժակ բոլորին։ Հիմա այս խրթխրթան աղցանը ես կփորձեմ։ Կիտրոնի թթու համը։ Կաղամբը հրաշք է, անպայման պատրաստեք։